Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ 1908 թվականի Կոնիայի հայ պատանի ջութակահարները կորուսյալ աշխարհի կենդանի վկայություն, ամերիկան թխալ է Իրանին, Թեհրանել Պարսից ծոցում ամերիկյան օբյեկտներին Իրան։ Շողագավանք Մարիամ Իշխանուհու ժառանգությունը, Ձորագյուղի դարավոր հիշողությունը, Քեսափա ինքնապաշտպանությունը ազգային միության ձևավորումը 1919 թվականին, 20-րդ դարի սկզբի հայ սոպրանոների հազվագյուտ ձայնագրությունները նորից ուշադրության կենտրոնում։ Պատմաբան Աշոտ Հարությունյանը հայ-իրանական ռազմական համագործակցության նշանակության մասին, Բաքուն ոչնչացրել է Հայզարից իվիլ հուշակոթողու կոթող Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը թեզանախաձեռնություն սկսավ, սպի հայերի ցեղասպանության հիշողության ու արդարության պահանջի խորհրդանիշ։ 1908 թվականին Արևմտյան Հայաստան քաղաքում արված այս լուսանկարում պատկերված են հայ պատանի ջութակահարները։ Արտացոլումը Օսմանյան կայսրության հայկական համայնքի մշակութային կյանքը մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները։ Լուսանկարը սորարժեքավոր պատմական վկայություն է, պահպանելով կորսված հայկական աշխարհի ու իրան երիտասարդ սերնդի հիշողությունը։ Միացյալ Նահանգների զինուժը Իրանին հսկված թեզահարվածներին վախտը 80 ռազմական օբյեկտա թիրախավորալ մեղադրելով Թեհրանին համաշխարհային մատակարարումներին հետի առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումներին հետի, իսկ իրանական պատասխան հարվածներին թիրախում Պարսից ծոցի հարևաներ Քուվեյթում ու Բահրեյնում տեղակայված ամերիկյան օբյեկտներն են ելալ։ Հարվածների նպատակն ունեցալ ծանր գին սահմանի միջազգային ջրային ուղում անմեղ քաղաքացիական անձանցից կազմած անձնակազմով առևտրային նավերին թիրախավորելի ու տրանսիան հարձակվելի հետի, ասվում է Ամերիկայի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջին, շտեղ իրանագործողությունները չի հիմնավորված վտանգավոր ու հրադադարի ակնհայտ խախտում են որակում։ Գեղարքունիքա մարզի Ձորագյուղի շողագավանքը 9-րդ դարի հայկական ճարտարապետության արժեքավոր հուշարձանը վերը կապվում է Բագրատունյաց արքայադուստր Մարիամ Բարեպաշտի անվանը հետ։ Վանքի տարածքում պահպանվել է միջնադարյան խաչքարեր, վիմագրեր ու պատմական գերեզմանոց, իսկ շրջակայքում նաև նախաքրիստոնեական մշակույթի հետքեր։ Սոր շողագավանքը Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգության կարևորագույն վկայությունների մինն է։ 1919 թվականին թուրքմենական զինված խմբերի հարձակումների պայմաններում քեսաբահայերը կազմակերպան ինքնապաշտպանություն պաշտպանելով բնակչությանը, ապահովելով սննդի պաշարները։ Նույն շրջանում ստեղծվել ազգային միությունը, զինվորական իշխանություն Մովսես Շահբազյանի ղեկավարությունով, ինչը կարևոր դեր է ունեցել քեսաբի անվտանգության ու ինքնակազմակերպման գործում։ Հյուսիսային Կիպրոսի Նիկոսիայում կատարված հետաքրքիր հայտնագործությունը նոր լույս է սփռել 20-րդ դարի սկզբի հայ երաժշտական ժառանգության երան։ Հետազոտող ու հավաքորդ Հալիլ Դուրանյանը հնավաճառին կողքին հայտնաբերել է երկու բացառիկ Կոլումբիա ֆոնոգրաֆ քամփանիի ձայնապնակ, որոնց երան պահպանվել են հայ սոպրանոներ Ալիս Քյուրքչյանի ու Զաբել Փանոսյանի կատարումները։ Առաջին ձայնապնակը ներառում է Ալիս Քյուրքչյանի կատարմամբ քարուն ստեղծագործությունը, թեև երգչուհու կենսագրական տվյալները խիստ սակավն, հայտնի է վերինքը Կիլիկիայի Կիլիս քաղաքից գաղթած հայերից այլել ու համարվում է ամերիկահայ առաջին պրոֆեսիոնալ կնեկ կատարողների մինը։ Երկրորդ ձայնապնակը պատկանում է Զաբել Փանոսյանին, Օսմանյան Հայաստանը հայտնի սոպրանոներից մինին։ Բահչեջիկում ծնված երգչուհին 1907 թվականին գաղթել է Ամերիկա, շտեղ 1917-ից 1918 թվականներին Կոլումբիա Ռեքորդզին հետի ձայնագրել է մի քանի երգեր, բայց հետագայում ընկերությունը դադարեցրել է իրան էթնիկ երաժշտության շարքը, ինչին դերդան իրան մխել է ձայնագրություններ, երկար տարիներ անհետացած են համարվում։ Պատմաբան Աշոտ Հարությունյանի գնահատումով Հայաստանը ու Իրանը հնարավոր ռազմատեխնիկական համագործակցությունը կարի ամրապնդել Հայաստանը զսպման ներուժ ու նպաստ է տարածաշրջանային հավասարակշռությանը։ Ինքը անդրադառնում է նաև Սու-30 կործանիչների վրա իրանական Յաշին ավիառումբերի կիրառման մասին հրապարակումների նշել ավեր դրանք պաշտոնապես հալամ հաստատվել չեն։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է նախաձեռնության մասին միջազգային հարթակներում փաստագրելի ու ներկայացնելի Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը։ Իրանսել արդեն արձանագրվել ավելի քան 1000 դեպք, իսկ թեզադրամահավաքը աջակցելու է արբանյակային մշտադիտարկման ու միջազգային զեկույցների պատրաստմանը։ Գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքնի «Սպի» կինո պատմում է հայերի ցեղասպանությունը վերապրած Նազարեթ Մանուկյանի մասին, ով Էրկան ճանապարհ անցկենում գտնելու Յուրան Աղջիկյանը։ Կինոն ներկայացնում է ցեղասպանության մարդկային ողբերգությունը, տրաթողած անջնջելի հետքը, դառնալա պատմական հիշողության պահպանման կարևոր կինոաշխատանք։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ ես քանık պատրաստալ ապրիկ շադրության հետի պնդկացիք։